Այսօր կգտնվենք Հայ հեղափոխական դաշնակցության Երևանի թանգարանը մարտ 15 1921-ի առիթով գուզենք ցույց տալ, որ հոս թանգարանի մեջ ինչ իրեր կան Սողոմոն Տեխլերյանեն, որոնք կապված են անշուշտ հատուկ գործի կամ Նեմեսիս գործողության։ Նեմեսիսի հետ գործողության հետ անշուշտ անմիջական կապ ունեցող կամ հոն էր, որ որոշումը առնվեցավ, այս լուսանկարն է 1919 թվականի Հայաստանի մեջ, Երևանի մեջ տեղի ունեցած Հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովը, 9-րդ ընդհանուր ժողովը, որ որոշվեցավ, որ հատուկ գործը պիտի արդեն սկսի եւ կամ անցնի գործադրման փուլ, որ գիտենք 19-ից մինչև 22 թվական արդեն այդ գործողությունը տեղի կունենար։ Տեխլերյան արտարահայտույցը գիրքը առաջին գիրքն էր, որ 81 թվականին Տեխլերյանի ակտի 60-ամյակի առիթով լույս տեսավ, մեր հետ ունենք իր 53 թվականի լույս տեսած կամ հրատարակած գիրքը Քահիր է, այս մեկը 56 թվականի երկրորդ տպագրությունն է, բայց հիմնականի մեջ գիրքը 53-ին Քահիրեի մեջ լույս տեսավ, ինքը այդ ժամանակ Կազաբլանկա գտնագեր եւ նամակագրությամբ Քահիրեի խմբակցության հետ, Լազյանի, Վրացյանի, Նավասարդյանի հետ արդեն որոշ ճշտումներ կկատարեին իր այս հուշերուն հետ կապված, որ ես ավելի ուշ 22 թվականին անգլերենի թարգմանեցի իր գիրքը, իր հուշերը, հոս ուրեմն կներառվին միայն Տեխլերյանի հուշերը, մեկ կողմ դրած ավելի շուտ լույս տեսած 53-ին կամ 56-ին լույս տեսած հուշագրությունը։ Եվ հետաքրքրական գետ մնալ գա հոս գիրքի մեջ, եւ քանի կխոսեինք իր հուշերուն հետ կապված, հոս առաջին անգամը լալով ներառեցինք Տեխլերյանի ցերակիրը ճիշտ այդ իր նկարագրումը, որ գնե Տալյատին սպանության։ Ինչպես Տալյատը տեսավ, ինչպես իջավ եւ հոս կնշենք, որ Տալյատին հետ որ աչքի եկան, ասավ հեյ Տալյատ, եւ Տալյատը որ իր անունը լսեց, շվարեցավ, ասավ երևի Գերմանիայում մեջ առաջին անգամն էր, որ իր ներ շրջանագեն դուրս կլսեր իր անունը, դարձավ որ փախի կամ դարձավ որ փախի եւ այն ժամանակ իր ցախ ականջին յետևեն քունքենը որ զարգավ։ Ուրեմն Շահան Նատալին իր հուշերուն մեջ գնշե, որ ինչպես Տեխլերյանի սենյակը մարտ 14-ի գիշերը Տեխլերյանի սենյակը ինչպես բարվեցին եւ ոնց հadoop գնշե, որ ամեն ինչ հանեցինք ներառյալ այս հերաթիդակը, որ Շահան Նատալի անունով քննված էր Գերմանիայի մեջ եւ Տեխլերյան գոկտակորձեր իր սենյակեն փողոցին դիմաց գտնվող Տալյատի դունը կամ Տալյատի շարժումները հետապնդելու համար։ Որոնց հոս հերաթիդակին վրա ՍՆ դարերը նշված են։ Շատ հավանաբար ՍՆ Շահանն է, ՆՆ Նատալին է, շատ հավանաբար։ Հոս կա նաև Սողոմոն Տեխլերյանի դաշնակցություն գուսակցության անդամակարգը 60 թվականին ալևս երբ արդեն Ամերիկա գտնագեր այդ թվականի ավարտով եւ շատ այսպես զուգատիպություն մնե որ 60 թվականին կապարդի եւ ինքը Տեխլերյանը 60 թվականին արդեն մահացավ անդեն դուրս գալու իր տխտիկը գդրոնը գա հոս իր հուշերեն ցերակիր հուշերեն նմուշ մգա որուն իսկական հոս մեր կողմն է եւ շատ հետաքրքրական է որ գսկսի մարտ 15-ով 1921 մարտ 15-ը Բերլինի մեջ երջանիկ առավոտն էր։ Արդեն իրեն համար գարձեք նոր ծնունդը կամ ինչ որ դոն է, սպանդի մեջ կրած է այս մեկը։